Թուրքիայի հարավ-արևելքում թուրք-քրդական բախումները թեժացել են, Դիարբեկիր քաղաքի սուր թաղամասը դարձել է դիմակայության գլխավոր կենտրոնը։ Ոստիկանության ու բանակի հատուկ գործողության ու պարետային ժամի 40-րդ օրը քուրդ զինյալները վիրավորել են 9 թուրք ոստիկանի ու զինվորի, սպանել են 3-ին։ Բանակի գլխավոր շտաբի տվյալով Դիարբեկիրում թուրք ուժայինների դեմ քուրդ նշանառուներ են գործում, կիրառվում են ինքնաշեն ռումբեր։ Թուրքիայի իշխանությունը փորձում է պառակտել առանց այտել միասնականությամբ աչքի չընկնող քրդերին, նրանց անելով միմյանց դեմ։ Թուրքիայի այլ քրդաբնակ շրջաններից հարավ-արևելք են տեղափոխվել քուրդ աշխարհազորայիններ, որոնք ոստիկանության ու բանակի հետ կռվում են իշխանությանը ընդդիմադիր քուրդ զինյալների դեմ։ Քուրդ աշխարհազորայինները, որոնք նախկինում պարեկում էին լեռնային գյուղերում, Թուրքիայի իշխանության հրահանգով տեղափոխվել են Դիարբեկիր, Ջիզրե, Շռնակ ու Նուսայբին, որտեղ մասնակցում են քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ մղվող փողոցային մարտերին։ Տեսնելով այստեղի վիճակը նորից համոզվեցի, որ PKK-ի զինյալները քուրդ չեն։ Այրել են այստեղի մզկիթները, դպրոցներն ու հիվանդանոցները։ Այդ անհավատները քուրդ չեն, քրդերը մենք ենք ու կամավոր եկել ենք այստեղ կռվելու։ Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իշխանական պատգամավորներ է գործուղել պատերազմական վիճակում գտնվող քրդաբնակ այն շրջաններ, որտեղ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը խորհրդարանական ընտրությանը չի կարողացել պատգամավորական մանդատ ստանալ։ Իշխանական 9 պատգամավորները մեկնելու են Շռնակ, Հաքքարի ու Թունջելի նահանգներ։ Ցանկանում են, որ Թուրքիան սայթաքի, սակայն մենք դա թույլ չենք տա։ Թերթերը վերջին օրերին գրում են, թե ռազմական գործողությունների վրա ժամանակային սահմանափակում է տրված։ Հերքում եմ այդ լուրը, շարունակելու ենք պայքարը մինչև որ մեր քաղաքներն ու գյուղերը մաքրենք այդ չարագործներից։ Թուրքիայի ներքին գործերի նախարարն էլ հայտարարել է, որ ռազմական գործողությունները կավարտվեն ամենաուշը 1 ամսից, սակայն Թուրքիայում իրատեսական չեն համարում, որ 1 ամիս անց հարավ-արևելյան քաղաքների փողոցներից կվերանան խրամատներն ու զրահատեխնիկան։ Վարդան Գալստյան, ժամը լրատվական։